Բարև ձեզ, հորիզոնը սկսում է աշխատանքային շաբաթը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումներն է արել իր ֆեյսբուքյան էջում։ Առաջին գրառմամբ նա նշել է, որ պետությունը, այսինքն իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ եկեղեցին նույնպես պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին, գրել է վարչապետը։ Մեկ այլ գրառմամբ նա ընդգծել է, որ Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը, շեշտել է վարչապետը։ Միաժամանակ արձանագրելով, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ, գրել է նա։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Տելեգրամում տեղեկացնելով, որ Հայաստանի ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնացել է ուղիղ 1 տարի։ Այսօր հունիսի 7-ն է, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ 1 տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին, հետ հաշվարկը սկսված է, գրել էր Սիմոնյանը։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը որոշել է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել։ Այս մասին հայտարարել էր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Պատիվ ունեմը նաև որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Անցած շաբաթը հարուստ էր արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներով։ Շաբաթն ամփոփել ենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի հետ անդրադառնալով առավել քննարկված իրադարձություններին։ Ներկայացնենք հատված զրույցից, այն ամբողջությամբ հասանելի է Շանտ-Նյուզ.am կայքում։ Ըստ էության մեկ ամսվա մեջ սա երկրորդ ռուսական բարձրաստիճան այցն է Հայաստան։ Արդյոք սա նշանակում է, որ կողմերն ունեն քաղաքական կամ կարգա լարվածությունը մեղմասած թույլատնելու համար։ Կողմերից մեկը առնվազն, որ այդ այցերը իրականացնում է, փորձում է տանել հայ-ռուսական հարաբերությունները որոշակի ռեստարտի ուղղությամբ։ Բայց հրավերը հայկական կողմից է լինում։ Այո, ընդհանրապես միջազգային հարաբերություններում շատ հաճախ ալում, որ մի կողմը խնդրում է իրան հրավիրել։ Այստեղ պետք է նշենք, որ ամենայն դեպս մինչև այս պահ ռեստարտը տեղի չի ունեցել եւ իմ կարծիքով տեղի չի ունեցել ռուսական կողմի սխալ մոտեցումների պատճառով։ Ռուսական կողմը շարունակում է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունները, եթե շատ մասնագիտական տերմին օգտագործեմ, պոստկոլոնիալ հետգաղութային դիսկուրսի մեջ եւ փոխանակ ինչ-ինչ առաջարկություններով գալ Երևան, փոխանակ ինչ-ինչ առաջարկներ անել Երևանին, հիմնականում Երևան են գալիս պահանջներով, եւ այդ պահանջները, որոնք որ բնականաբար չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերին, մերժվում են։ Այս առումով ոչ այնքան էական է, թե քանի անգամ ռուսական կողմից գել են բարձրաստիճան այցելություններ Երևան, որքան կարևոր է, թե որ բայց ռուսական կողմում կփոխվեն պահանջները եւ ընդհանրապես կփոխվի մոտեցումը Հայաստանի եւ հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ։ Այդ պայծը կսկսվի ռեստարտը։ Հասկանու եք, ես չեմ կարծում, որ պաշտոնական Երևանը իր արժեվ նպատակադրել, այսպես նպատակադրված կերպով տանել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը։ Կան Հայաստանի Հանրապետության պետական շահեր, կա հայ-ռուսական հարաբերությունների որոշակի վերաիմաստավորում հայկական կողմից, ընդ որում այդ վերաիմաստավորումը հիմնականում ուղղված եղել հենց մեզ Հայաստանին է ուղղված եղել, ոչ թե Ռուսաստանին։ Ինչ նկատի ունեմ, տարիներ շարունակ մենք Ռուսաստանին վերաբերվել ենք որպես, չգիտեմ, պաշտպան, տեր, մեծ դաշնակից, ավագ դաշնակից, եւ 20, 21, 22, 23 թվականները ականապատասխանում որ դա սխալ մոտեցում է եղել, սխալ ռազմավարություն է եղել։ Հիմա պետք է Ռուսաստանին վերաբերվել որպես մեկը բազմաթիվ ուժային կենտրոններից, որոնք առկա են մեր տարածաշրջանում ու փորձել հարաբերությունները նորմալ adekvat միջազգային հարաբերությունների կոնյունկտուրային համապատասխան պահպանել։ Իսկ դուք դեռևս չեք տեսնում ռուսական կողմում այդ կամքը, գուցե քաղաքական կամքը պահանջներով չգալ Հայաստան, ինչպես որ դուք ասացիք։ Ոչ, Լավրովը հստակ, ինձ համար առնվազն հստակ է, որ եկել էր պահանջներով եւ չեմ կարող ասել, որ լավ այցեր, լավ հանդիպումներ են տեղի ունեցել։ Ինչ են պահանջում ըստ ձեզ գլխավորը։
Գիտեք, ես կարծում ռուսական կողմը շատ այսպես բան է, հստակ է իր պահանջների մեջ, դա այս Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման դադարեցումն է, դա այն ինչ որ մենք անվանում ենք արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա, դրա ուրեմն չեղարկումն է։ Ես կարծում եմ օրինակ համար ռուսական կողմը շատ նյարդայնացնում են, որ Հայաստանը զենք զինամթերք կարողանում ձեռք բերել Ֆրանսիայից, Հնդկաստանից, հնարավոր նաև այլ տեղերից։ Ես կարծում եմ ռուսական կողմը շատ նյարդայնացնում է, որ Հայաստանը իր տարածքում կարողանում է այս միջազգային ֆորումները, իրադարձությունները իրականացնել։ Դուք գիտեք, որ շուտով 26 թվականին Հայաստանը պետք է տեղի ունենա եվրոպական քաղաքական համաժողով, որին իդեպ Ռուսաստանը միշտ վերաբերվել է որպես հակառուսական ինչ-որ տենց ֆորմատ, կառույց։ Այսինքն այս ամեն ինչ, այսինքն այն ամեն ինչ, որ մենք անում ենք Հայաստանի միջազգային դիրքերը ամրապնդելու, մեր այլընտրանքները մեծացնելու ուղղությամբ, այդ ամեն ինչը Ռուսաստանի նյարդայնացնում է։ Պարոն Քոչինյան, դուք օրինակ հավանական համարում եք, որ առաջիկայում Հայաստանը հատկապես նման այցերից հետո կարող է սկսել վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը, որտեղ վերջին օրերին դարձյալ այդպիսի հայտարարություններ, հիշեցումներ եղան ռուսական կողմից եւ նորից լիարժեք մասնակցի ՀԱՊԿ-ի նիստերին։ Ես շատ արագ եւ շատ ուղիղ կարող եմ։ Այս հազվադեպ դեպքից է, որ հնարավոր է ուղիղ պատասխանել հարցին, ոչ, որովհետեւ այն ճգնաժամը, որ առաջացել է ՀԱՊԿ-ի մեղքով, հաղթահարված չէ։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցում բավական հստակ է, նույնիսկ բրիֆինգի ժամանակ արտգործնախարարների շատ կտրուկ եղավ ռուսական կողմին պատասխանը, որ մենք ուրեմն համարում ենք, որ ՀԱՊԿ-ը adekvat չի պատասխանել Հայաստանի հարցումներին, հայցումներին։ Ես նույնիսկ օգտվելով են առիթից, որ պետական պաշտոնյա չեմ, կարամ ասեմ, նույնիսկ դավաճանել են մեզ։ Եվ այս տերմինը շատ կիրառելի է այս դեպքում, որտեղ եթե օրինակ նախկինում ասում են, դե Ղարաբաղի վրա չէր տարածվում ՀԱՊԿ-ի երաշխիքները կամ ռուսական կողմի երաշխիքները, ջերմուկը ոչ մի ձև Ղարաբաղում չի։ Վարդենիսն ու Սոտքը ոչ մի ձև Ղարաբաղում չեն։ Դրանք Հայաստանի ինքնիշխան տարածքներ են, որոնք ռմբակոծվում, հրետանակոծվում էին, ջերմուկն էլ պաշարումից 5 պակաս։ Ուստեղ շատ հստակ եղել է Հայաստանի դավաճանություն, դավաճանել են Հայաստանին Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը։ Եվ ուրեմն քանի դեռ հետահայաց փոփոխություններ, առաջարկություն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, որտեղ այդ տարածքները շարունակում են մնալ օկուպացիայի տակ։ Ընդ որում մեզ դիտորդներ չեն պետք, որտեղ ՀԱՊԿ-ը դիտորդական կազմակերպություն չի։ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է։ Մեզ պետք են քաղաքական եւ ռազմական մեթոդներով մեզ աջակցություն մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ընդունելու սեփական սխալը, որ ՀԱՊԿ-ը սխալ է վարվել Հայաստանի հետ։ Մենակ այդ պարագայում ես տեսականորեն անգամ հնարավոր համարում, որ մենք կարող ենք խոսել Հայաստանի լիարժեք վերադարձի մասին։ Իսկ մինչև այդ պահը կա վարչապետի հայտարարություն ըստ էության նաև այս բացի արտաքին գործերի նախարարից, որ որևէ լավացում, եթե ոչինչ չի փոխվում, հնարավոր չէ։ Իսկ այս ֆոնին դուք նկատում եք իրականում լարվածություն ռուս-ադրբեջանական հարաբերություններում, որովհետև տարբեր գնահատականներ են հնչում։ Մեկ ասում են այդ լարվածությունը կա, բայց դա բեմականացված է։ Մյուս կողմն ասում է իրականում այդ լարվածությունը կա եւ այդ լարվածությունից կարող է հայկական կողմը օգտագործել իր շահերի համար։ Տեսեք, ես հաճախ տեսնում եմ մեր փորձագիտական, այսպես վերլուծական դաշտում մարդիկ կան, որոնց թվում է, թե Ադրբեջանը ինչ որ ռուսական գործիք է դառել, ռուսական բիզ է դառել, որով Հայաստանին փորձում են վնասել եւ այլն։ Ադրբեջանը շատ ավելի ինքնիշխան եւ շատ ավելի դիմադրունակ պետություն է, քան Հայաստանը։ Եկեք 20 տարի մեր կրկնած սխալը հիմա էլ չկրկնենք, թշնամուն պետք չի թերագնահատել։ Եվ եթե ինչ-որ մեկին կարա օգտագործի, ապա շատ ավելի հավանական է, որ Ռուսաստանը կարող է օգտագործի Հայաստանին, քան Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանը ուղիղ կախվածություններ Ռուսաստանից գրեթե չունի։ Մանավանդ համեմատած Հայաստանի հետ դրանք տասնյակ անգամներով ավելի փոքր են։ Դրան զուգահեռ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ վարում է այն քաղաքականությունը, որը նոր ենք սկսում ըստ էության վարել, այդ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը, արտաքին ուժային կենտրոններից ինչ որ չափով ուրեմն եւ հավասարահեռության եւ փոխկախվածություններ կառուցելու բաղադրիչը այս առումով այն ինչ որ տեղանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի մեջ դա նորություն չէ ինչ որ առումով։ Սա հերթական ճգնաժամն է այդ հարաբերությունների մեջ, որում Ադրբեջանը փորձում է իրան դիրքավորել որպես ել ավելի անկախ խաղացող, ել ավելի ուրեմն սեփական ընտրությունը եւ սեփական այսպես ասենք հնարավորությունները արձանագրող խաղացող դա ինչքանով կհաջողվի թե չի հաջողվի դա ցույց կտա ժամանակը իմ կարծիքով Ադրբեջանը մի քիչ հիմա վերաթռել արդեն իր քաշային կատեգորիայից ընդ որում ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում այլև օրինակ Հնդկաստանի հետ հարաբերություններում նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ժամանակը ցույց կտա դա իրաց մոտ կստացվի թե չէ բայց ասել որ սա ինչ որ բեմականացում է կամ ասել որ չգիտեմ ինչպես նշեցի հա շատ մասնագետներ Հայաստանում ասում են թե դա, չգիտեմ, Ադրբեջանը անուղեղ գործիք է ուղղակի Ռուսաստանի ձեռքը, ես կարծում եմ դա ցանկալին իրականի հետ շփոթել է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ լիովին չի իրագործել ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակմանը հակահարված տալու իր սպառնալիքը եւ հավանական է նոր խոշոր հարված, հաղորդում է Reuters-ը հղումանելով ամերիկյան աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ հարվածը սպասվում է առաջիկա օրերին։ Արևմտյան դիվանագիտական աղբյուրներից մեկը չի բացառել, որ այդ հարձակման թիրախում լինեն Ուկրաինայի կառավարական շենքերը Կիևին հստակ ուղերձ հղելու համար։ Մոսկվան հայտարարում է, թե ռուսական զորքերը ընդհուպ մոտեցել են կենտրոնական Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանին, եւս մեկ բնակավայր գրավելով Դոնեցկի շրջանում։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Դոնեցկի մարզում ռազմական գործողությունները շարունակվում են, թշնամին Դնեպրոպետրովսկի մարզ չի մտել։ Իր հերթին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Կովալյովը։ Լոս Անջելեսում ապօրինի ներգաղթյալների դեմ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո քաղաքի կենտրոնում բախումներ են բռնկվել ոստիկանության ու ցուցարարների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են, որոնք առաջիկայում պետք է վտարվեն երկրից։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը դատապարտել է խուզարկությունները, պնդելով, թե այդ քաղաքականությունը սարսափ է սերմանում համայնքներում եւ խաթարում է անվտանգության հիմնական սկզբունքները։ Անկարգությունները շարունակվել են մի քանի ժամ, որոնք ճնշելու համար Լոս Անջելես են ժամանել ազգային գվարդիայի զորքերը։ Պենտագոնի ղեկավարը չի բացառել նաև բանակի կիրառումը։ Այսքանն ենք առանձնացրել այս ժամի համար, դուք շարունակեք հետևել Շանթի եթերներին, իսկ մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։ Օզոն Հայաստանը մասնակցում է մայրաքաղաքի սրտում անցկացվող Երևանի գինու օրեր ամենամյա փառատոնին, որի մեկնարկը տրվեց 3 հունիսի 6-ին եւ կանցկացվի եւս 2 օր։ Օզոն բրենդին բնորոշ կապտավարդագույն գույներով տաղավարը կգործի փառատոնի բոլոր օրերին, ժամը 16-ից մինչև 22:30 Մոսկովյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ։ Մենք էլ ենք դասել արդեն երևանցիների, հայաստանցիների առօրյայի մի մաս, ամեն օր հազարավոր հաճախորդներ օգտվում են Օզոնից եւ մենք այս առիթը օգտագործում ենք, որ ուղիղ շփվենք նրանց հետ, հետադարձ կապ ստանանք։ Եվ ոչ միայն այցելուներին սպասում են նաեւ շատ ու շատ անակնկալներ, նվերներ, խաղեր եւ հնարավորություն ծանոթանալու Օզոն ծառայությանը։ Այսպիսով հյուրերը ուրախ ու հետաքրքիր փառատոնը վայելելու զատ կարող են Օզոնից ստանալ նվերներ, մասնակցելով ինտերակտիվ ժամանցային ծրագրին ու տարաբնույթ մրցույթներին։ Մեծ բազմություն ունենք հաճախորդների մեր թիկունքում, որոնք նոր էմոցիաներ են ստանում Օզոնից եւ մենք շատ ուրախ ենք նրանց հետ հանդիպել իրական կյանքում, որովհետև Օզոնը միայն գնումների մասին չի, դա էմոցիաների մասին է, որը մենք նաև ռեալ կյանքում ենք պարգևում։ Կարող եք ցույց տալ, որ հետևում եք Ozon-ի Instagram-յան էջին։ Իդեալական։ Մեզ մոտ խաղարկվում են մերչեր Ozon ֆիրմայից, դրանք հուդիներ, մայկաներ, նմանատիպ բաներ, երեխաների համար նախատեսված են ստիկերներ եւ դրանից զատ ունենք նաև զեղչի կուպոններ։ 10% զեղչ ստացանք։ Շատ լավ է, որ Օզոնը սենց խաղ կազմակերպել, մենք էլ այսօր եկել ենք Օզոնի խաղին մասնակցենք։ Ինչ նվեր է։ Հեսա տեսնենք։ Օ, անձրևանոց։ Տարածքում տեղադրված գունեղ ֆոտոզոնայում էլ հյուրերը լուսանկարվում են, նշում են Օզոն Հայաստանի սոցիալական էջերը եւ դարձյալ ընկերությունից ստանում նվերներ։ Այս 3 օրերին այստեղ կաշխատի Օզոնի թիմը։ Նրանք այցելուներին մանրամասն կպատմեն Marketplace-ի աշխատանքի մասին, կօգնեն ներբեռնել բջջային հավելվածը եւ գրանցվել անձնական էջում։ Իսկ ընդհանրապես Օզոնը ամեն օր առաջարկում է հաճախորդներին տարատեսակ զեղչեր, ունենք 370 միլիոն տարբեր տեսակի ապրանքներ, որոնք յուրաքանչյուր հաճախորդ կգտնի լավագույն ապրանքը լավագույն գներով իր համար։ Մի խոսքով Օզոնը բազմակատեգորիա մարքեթփլեյս է։ 58 միլիոն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում Օզոնի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 600,000 ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։